Մարտի 2-ին և լույս 3-ի գիշերը իրադրությունը արցախա-ադրբեջանական հակամարտությունների շփման գծում մնացել է լարված։ Հակառակորդը շփման գծի ողջ երկայնքով ականանետներից, նռնականետներից ու խոշոր տրամաչափի գնդացիրներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 145 անգամ, հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2000 գրակոց։ Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել շփման գծի արևելյան և հյուսիս-արևելյան ուղղություններում։ Նշված հատվածներում ադրբեջանական զինուժը 60 և 82 մմ ականանետներից ու տարբեր տիպի նռնականետներից արձակել է 111 արկ։ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի ակտիվությունը ճնշվել է։ Յոլանդա Ֆերնանդես Ջալվո, Տանյա Կինգ, Լևոն Եպիսկոպոսյան, Պետր Էնդրյուս։ Այս անունները Բաքվի սև ցուցակում վաղուց կային, Լապշինի գործից հետո փորձում են միայն սև ցուցակով չսահմանափակվել։ Իրենց անձնապես Լապշինի գործից հետո անհայտ ադրբեջանցի անձինք ուղարկել են սպառնալիքներ, նկարագրել են Լապշինի գործը եւ այլը, որպեսզի վախեցնեն այդ մարդկանց։ Գիտնականների նկատմամբ այդ վերաբերմունքը հին պատմություն ունի, սկսվել է նրանց կողմից Ազոխում պեղումների մեկնարկի հետ։ Առաջին սպառնալիքները 14 տարի առաջ են հնչել, պատասխանն էլ հետը։ 2002 թվականի պեղումներից հետո, ավելի կոնկրետ 3 թվականի սկզբներին Ադրբեջանը արդեն մի անգամ նման մի նոտա է հռչակել, արձագանքը մեր կողմից է եղել, որ մենք մեր տարածքում ենք գտնվում եւ համապատասխան մարմինների թույլատրությամբ մեր ընկերները արտասահմանից ինքն մեծ գիտնական են նորից են մտնում աշխատել են այստեղ։ Բաքվի կարծիքով Արցախի տարածքում գիտական աշխատանքով զբաղվելը հանցագործություն է, Լապշինի գործն էլ փորձում են նախադեպ դարձնել։ Ադրբեջանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն գիտնականների նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարել։ Ադրբեջանի պետական սահմանը հատելուց բացի գիտնականները մեղադրվում են նաև հատուկ արժեք ունեցող առարկաների թալանի հակապետական կոչեր հնչեցնելու մեջ։ Արցախում Ազոխի թալանի մասին հիշողությունները 1960-ականներն են հիշեցնում։ Այդ ժամանակից է սկսվել քարանձավի հետազոտության ադրբեջանական փուլը եւ տևել մինչեւ 80-ականների կեսերը։ Բայց հետաքրքիր ինչ է, որ ոչ մի նյութ չի մնացել մեր թանգարանում։ Այսինքն 24 տարի համարյա աշխատել են եւ այդ նյութը բոլորը տեղափոխել Բաքու, Ստեփանակերտում մեր թանգարանում եւ նույն Ազոխ գյուղում ընդհանրապես ոչ մի նմուշ չի եղել։ 2002-ից ի վեր բոլոր գտածոները ուսումնասիրվել են արտասահմանում եւ վերադարձվել Արցախ, ուսումնասիրության մեթոդներն էլ ադրբեջանականի հետ համեմատության եզրեր չունեն։ Ադրբեջանական իշխանությունները պարզապես պայթեցնում էին հնագիտական շերտերը ու այդ պայթեցման հետևանքով նաեւ հայտնաբերվել այսպես կոչված նեանդերտալյան մարդու ծնոտը, որը այսօր պահվում է Ադրբեջանի պատմության թանգարանում։ Կտրուկ դա տարբերվում է իրենց աշխատավորը այն ոչից, որը կիրառել են մինչ այդ ադրբեջանական այսպես կոչված գիտնականները։ Առաջի հերթին ասեմ, որ նրանք զինված են ժամանակից տեխնիկայով, նրանք մանրակրկիտ աշխատանքներ են այստեղ տանում։ Ազոխի միջազգային արշավախումբը ավելի մեծ ծրագրի մի մասն էր կատարում, փորձելով ամբողջացնել Աֆրիկայից մարդկության միգրացիայի քարտեզը։ Համապատասխան արշավախմբեր աշխատում են Աֆրիկայի տարածքում, Առաջավոր Ասիայի մի շարք շրջաններում, Իրաքի տարածքում եւ այլն։ Աշխատում էին Հայաստանում, մեր մոտ Արցախում, Վրաստանում, այսինքն այդ ճանապարհի վրա, որը իրենք ընդգծում են։ Ազոխում իրականացված պեղումների արդյունքներն ամբողջացվել են Շպրինգերի կողմից հրատարակված Ազոխի քարանձավը եւ Կովկասյան միջանցքը ժողովածուի մեջ։ Աշխատությունը գիտական առումով որքան ծանրակշիռ, քաղաքական առումով նույնքան անվտանգ է։ Ի վերջո խոսքը 200-300 հազար տարվա պատմության մասին է։ Ինքը զուտ գիտական մարդկության ծագման ու տարաբնակեցման վերաբերյալ, հավելյալ ու շատ կարևոր միջազգային առումով շատ կարևոր տեղեկատվություն է տալիս։ Քաղաքական մասը թերևս այն էր, որ գրքի շնորհանդեսը Ստեփանակերտում կատարվեց, սա գիտնականների շնորհակալությունն էր Արցախի իշխանություններին անցած տարիների համագործակցության համար, ինչն էլ չէր կարող ներել Բաքուն, դա սակայն հետագա համագործակցությանը չի խանգարին։ Այդ տեսակ երևույթներին ոչ մենք, ոչ էլ հնագետները անծանոթ չեն ու մենք պիտի շարունակենք մեր ծրագիրը այնպես ինչպես ծրագրել ենք։ Ի պատասխան Հայաստանում Ինտերպոլի ազգային բյուրոյի ներկայացրած ապացույցների Ինտերպոլի քարտուղարությունն արդեն հայտարարել է, որ գիտնականների նկատմամբ միջազգային հետախուզում չի հայտարարվի, քանի որ դա հակասում է կազմակերպության կանոնադրությանը։ Նորայր Հովսեփյան, Աշոտ Գասպարյան, օր։
Հայաստան համահայկական հիմնադրամի Արցախի գրասենյակը Վալերի Ղազարյանը ղեկավարում է մոտ 8 տարի։ Մասնագիտությամբ շինարարը վերահսկում է հիմնադրամի կողմից Արցախում իրականացվող ծրագրերը, այնպես որ շինարարությունը համապատասխանի ներկայիս չափանիշներին եւ խախտումներ չլինեն։ Հիմնադրամի վերջին նախագծերից մեկն է Ստեփանակերտի ուռուցքաբանական հիվանդանոցն է, մնացել են բուժսարքավորումները։ Ինչ որ կառուցվում է ժամանակակից չափանիշներով է կառուցվում, համապատասխան Հայաստանում եւ Արցախում գործող շինարարական նորմերի եւ կանոնների, ինչ որտեղ նաեւ որոնք բավարարում են ամենախստագույն եվրոպական պահանջներին։ Սա արձանագրում են մեր բարերարները, որ պարբերաբար այցելում են Արցախ եւ տարուց տարի իրանք են նկատում, որ ավելի լավ են աշխատանքները կատարվում, ավելի ժամանակակից շինանյութեր են օգտագործում, որակը բարելավում է տարուց տարի։ Վալերի Ղազարյանի խոսքով Հայաստան համահայկական հիմնադրամի առաքելությունը գնահատելու համար 25 տարին բավական է, այն որքան հպարտության առիթ, նույնքան էլ պարտավորեցնող է։ Համազգային կառույցը գործում է Հայաստանում եւ արտերկրում ապրող հայերի հովանավորությամբ, իսկ սա նշանակում է, որ հիմնադրամը վայելում է համայնհայության վստահությունը։ Այն մասնագետները վաստակել են 25 տարվա ընթացքում, որքան հիմնադրամն է։ Մեծ ջանքեր են թափվել պատերազմի հետքերը վերացնելու 91-94 թվականի շրջաններում բազմաթիվ տառաբնույթ ծրագրեր, զուգահեռ առանցքային ծրագրերի մշտապես իրականացվել են նաև առանձին նպատակային ծրագրեր բարերարների գումարների միջոցով։ 25 տարվա ընթացքում Հայաստան համահայկական հիմնադրամը կառուցել է 605 կիլոմետր ճանապարհ, 580 կիլոմետր ջրագիծ ու ջրատար, 149 կիլոմետր գազամուղ, 70 կիլոմետր էլեկտրագիծ, 359 դպրոց եւ մանկապարտեզ, 24 համայնքային կենտրոն, 500 բնակարան, 75 առողջապահական հաստատություն, 58 մշակույթի եւ երիտասարդության կենտրոն, 100 ջերմոց եւ կյանքի կոչել, 169 կրթական, մշակութային եւ գիտական ծրագրեր։ Ղազարյանը նկատում է, նմանատիպ ծրագրեր կյանքի կոչվել նաև Արցախում, դրանք այսօր էլ շարունակվում են։ Ես ավելի քան համոզված եմ, որ հիմնադրամը պիտի գործի այսուհետև, քանի որ խնդիրները շատ են, մենակ պետության միջոցները սուղ են այդ բոլոր խնդիրները լուծելու համար։ Խոսքը վերաբերում է տարբեր ոլորտների մասին, անապահով խավերի խնդիրների լուծման մասին։ Իր պատմության 26-րդ տարին Հայաստան համահայկական հիմնադրամը թևակողում է մեկնարկած ծրագրերն ավարտելու եւ նոր նախագծեր կյանքի կոչելու պատրաստակամությամբ։ Հիմնադրամի Արցախի գրասենյակի պատասխանատուն հիշեցնում է, 2017-ին էլ շարունակելու են կառուցել համայնքային կենտրոններ եւ բազմազավակ ընտանիքների համար բնակարաններ։ Նարեկ Սահակյան, Աշոտ Գասպարյան, օր։